Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Բաբոյանին։ Պարոն Բաբոյան, մեր հայրենակիցներից շատերը դիմում են ֆիզիկական անձանց տրամադրված էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտային։ Շատերը մեքենաները ներմուծել են այն ակնկալիքով, որ կօգտվեն քվոտայից, բայց տեղյակ ենք բոլորս, որ տարվա սկզբում ժամանակից շուտ քվոտան սպառվեց եւ հնարավորություն չունեն։ Խնդրեմ նշեք ինչ ունենք հետեւյալի հետ կապված, ինչ ակնկալիքներ ունենան մեր հայրենակիցները։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Բաբոյանը։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ըստ կառավարության որոշման, որը սահմանվել է տարեվերջին նախորդ տարվա, շատ հստակ խաղի կանոններ են եղել սահմանված, որտեղ նշված է եղել, որ քվոտայի մի հատվածը տրվում է դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա գործող կազմակերպություններին, այսինքն կազմակերպությունների, որոնք որ ներկայացնում են ուղիղ արտադրողին, արտադրողի պատասխանատվությունն են ներկայացնում սպառողների առաջ, ունեն երաշխիքային սպասարկում եւ ունեն այդ սպասարկման իմպլեմենտացիայի հնարավորություն։ Եվ 5000-ը, այսինքն մեծ մասը, դա տրվել է անհատներին, որոնք որ այդպիսի հնարավորություն ունեն։ Եվ այդ տրամաբանության մեջ գործել են երկու կողմ, բոլոր կողմերը, եւ պետությունը, եւ անհատները, եւ կազմակերպությունները։ Եվ դրա շրջանակում անհատների քվոտան սպառվել է, իսկ կազմակերպություններին դեռևս չի սպառվել, բայց կազմակերպությունները պայմանագրեր են կնքում։ Օրինակ, իրենք իրենց քվոտան չեն սպառել, բայց իրենց քվոտայի մի զգալի մասի չափով արդեն իսկ պայմանագրեր են կնքել այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնց համար պետք է մեքենաներ ներմուծեն եւ այնուհետեւ տրամադրեն իրենց, վաճառեն իրենց, այս դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա։ Հետևաբար ես կարծում եմ, որ խաղի կանոնները փոխելը խաղակեսին դա լավ գաղափար չէ, ճիշտ գաղափար չէ եւ գործարար միջավայրի համար շատ վնասակար երևույթ է եւ մենք կարծում ենք, որ պետք է մնանք այս դիրքորոշմանը մինչեւ վերջ։